Դե ինչ, վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առավոտ լուսոն ու քիչ հետո Բեշա սիրելի հյուրի հետ խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի շուրջ։ Բանն այն է, որ ստեղծվել է ձեռնարկ տետր, այսպիսի մի տետր է ստեղծվել, որը նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանը, շնորհակալության զգացման ձևավորմանը եւ շրջապատի մարդկանց հետ առողջ հարաբերությունների կառուցմանը։ Ու այս թեմայի շուրջ մենք զրուցելու ենք արդեն իսկ շատ սիրված հյուր մեր տաղավարում Նանոր Մինասյանի հետ, ով ծնողի դպրոց հասարակական կազմակերպության հոգեբան է։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ եմ մի անգամ եւս գտնվել ձեր տաղավարում։ Միշտ հետաքրքիր ու կարևոր թեմաներով ենք գալիս մեր նայել։ Մենք եթերից առաջ ասում ենք կատակով իհարկե ասում ենք Նանորի հետ գրեթե խոսել ենք ամեն թեմայի մասին, բայց այսօր արդեն ունենք ամեն անգամ նոր թեմա ունենք խոսելու։ Ինչու՞ չէ։ Նոր նորություն ունենք, ինչ է այդ ձեր ձեռնարկի մասին։ Այո։ Գիրք է թե տետր, ես տետր ձեռնարկ։ Երեխաների համար է ուղղված, պատրաստված 6-ից 11 տարեկաններին, բայց այս տետրը սովորական տետրերի տարբեր է, մենք երբ որ ասում ենք տետր, հասկանում ենք, որ այնտեղ պիտի լինեն ինֆորմացիա, սովորելու ինչ-որ բաներ, այստեղ էլ ինչ-որ բան է սովորում երեխան, բայց սովորում է իր մասին, այսինքն նման ձեռնարկ կամ եթե կարող ենք ասել տետր կամ օրագիր երեխաների համար ստեղծված չկա, գոնե մեր շուկայում, տետրում տարբեր առաջադրանքներ են, այդպես գունեղ ձևերով պատրաստված, որպեսզի ծանոթացնեն երեխային իր անձի հետ, կարողանա երեխան տեսնել, գնահատել իր ուժեղ կողմերը, իր ռեսուրսները, ձևավորել իր մոտ այնպիսի մտածելակերպ, որը որ թողնում է իրեն մտածի, որ ասենք ես սխալվեցի, բայց ես կարող եմ շարունակել։ Տարբեր ձևերով վարժություններ են հետաքրքիր, որոնք ուղղված են ընդհանուր առումով, որ երեխան ձևավորի ինքնավստահություն, գնահատի այն, ինչը կա իր ներսում։ Կարող ենք ենթադրել, որ մենք օրինակ փոքր ժամանակ պահում էինք կյանքի օրագիր եւ տարբեր բաներ էինք լրացնում, այսինքն հույզերի արտահայտման միջոց էր նաեւ։ Հիմա այդ կյանքի օրագիրը վերածվել է քո ներսի հրաշքները տետրի, որտեղ արդեն ուղղորդված ուզական ինքնաճանաչման ենք գնում։ Այո, տեղի նկատառում եմ, որ ուղղորդված է մի փոքր, այսինքն վարժությունները հստակ են, որոնք մտածված են, այնպիսին են, ստեղծված իմ կողմից, որպեսզի նպատակաուղղված ձևով գտնեն այն կետերին, որոնք երեխային կօգնեն, որ կարողանա առաջի հերթին ճանաչել ով է ինքը, որովհետև հատկապես այս դարում, երբ որ կա շատ ինֆորմացիա, մրցակցություն, սոցցանցեր, գadgetներ, երբեմն դժվար է ուղղակի կանգ առնել ու նայել ներս։ Ամեն ինչ գալիս է դրսից ու երբեմն երեխան սիրում է այնինչ, ասենք ինչ որ հայտնի մի մարդ է սիրում կամ ինչ որ տեսնում է մի ծրագրում, բայց այս տետրը օգնում է, որ մի պահ ասենք կանգնի ու տեսնի ես ինչ եմ սիրում, ես ինչ եմ ուզում ու ես ինչ եմ զգում, կամ ես ինչ եմ մտածում, երբ որ այսպիսի, ասենք դժվար մի իրավիճակ է լինում։ Այս ձեռնարկ տետերը նախատեսված է 6-ից 11 Այո, մոտավորապես այդ տարիքի երեխաների։ Ինչու հենց ընտրեցիք այդ տարիքային խմբին։ Վարժությունները այդպիսին են ուղղված, որ կարողանա երեխան այն տարիքի երեխաների համար, ովքեր կկարողանան մի փոքր ինքնավերլուծություն անել, այդպես որ ավելի մեծ տարիքի 11 տարեկան բարձր երեխաների համար էլի ձեռնարկ ունենք, որը որ հենց դեռահասներին է ուղղված, այս տարիքի համար խոսելու ենք այս ձեռնարկի մասին։ Վաղը չէ։ Չէ, սպասեք, ես կլինեմ նոր կգաք։ Այս տարիքի երեխաների համար քիչ նման ձեռնարկներ կան, իրականում ավելի շատ ինֆորմացիայի հետ է ուղղված այդ ամեն ինչը, որ դպրոցում են ստանում գիտելիքների առումով, նման ձեռնարկներ շատ կան, բայց այս տարիքին քիչ է լինում, որ երեխան կարողանա նման ձեռնարկի հնարավորություն ունենա ու տեսնի այն ինչը, որ իսկապես կա իր ներսում։ Շատ հետաքրքիր է, դուք նշել եք զարգացման մտածելակերպ եզրույթը, ինչ է իրենից ներկայացնում զարգացման մտածելակերպը եւ որ ուղղությամբ է տանում երեխային։ Անգլերենից վերցված տերմին է growth mindset։ Գուզեմ հիմա կապել հենց այս ֆուտբոլի աշխարհի մրցաշարերի հետ, դա նշանակում է ընդհանուր առումով զարգացման ուղղված մտածելակերպը, որ ինչ որ մեկը սխալվի,
չկարողանա մի բան անել, բայց հետո գանգարնի, ասի որ օй ես սխալվեցի, բայց ես դեր իմ հնարավորությունները շարունակում են աճել։ Ես այդպես չեմ, ինչպես որ ես հիմա կամ, դեր հնարավորությունները իմ դիմաց են, սա մտածելակերպի մի տեսակ է, որը որ ինչքան շուտ երեխաները կարողանում են ընկալել, սովորել, յուրացնել, այդքան հեշտ է լինում իրենց համար ապագայում, հետագայում, որտեղ սա մի մտածելակերպ է, որը որ երբ վերցնում է մարդ, շարունակում է իր հետ աճել։ Ես կարողանում եմ իմ հնարավորությունները կարողանում են աճել ու ես դրա մեջ ակտիվ գործ եմ իրականացնում։ Չեմ սպասում, որ ինչ-որ ուրիշը մի բան անի, այլ ես տեսնում եմ իմ հնարավորությունները, գնահատում եմ եւ նույն ժամանակ գիտեմ, որ կկարողանամ զարգացնել։ Ուզում եի կապեի ֆուտբոլի խաղերի հետ, հիմա հենց այս պահին դա շատ էի մտքում ասում, ոնց են, ասենք, խաղացողները, հայտնի համաշխարհային խաղացողներ, ասենք, պարտվում են, մի բան իրենց մոտ չի ստացվում, բայց հավանաբար չեն ասում, որ օ, չստացվեց ու չեմ շարունակի, վերջ, իմ կյանքը արդեն ավելի մոտիվացիայի աղբյուր է դա լինում։ Այո, ստրեսակային է լինում կամ կարողանում են իրենց ասել, որ այ ոնց շատ վատ էր, շատ դժվար էր, շատ բարդ էր, բայց ես էլի եմ փորձելու։ Ու դետրում կա հատուկ մի բաժին, որը որ հենց անդրադառնում է այս աճի զարգացման ուղղված մտածելակերպը զարգացնելու, ամրապնդելու տարբեր վարժությունների միջոցով ու հիմա ես առաջարկում եմ շարունակեք զրուցել, ես դետրը ուսումնասիրեմ, որովհետև այդ վարժություններն է հետաքրքիր, ինչպես ինչ փուլերով է հասնում երեխան։ Բայց դուք ասացիք այս թվային աշխարհում, արհեստական բանականության ու ինտերնետի այս գերծանրաբեռնված վիճակում երեխային ինչպես բերել դեպի գիրքը։ Այո։ Ինչպես բերել, այսինքն սա այն գիրքն է, որ ծնողի հետ պետք է երեխան սովորի, կարդա, ընթերցի, թե ինքը առանձին կարող է վերցնել ու նայել, սովորել, բանել։ Այ ինչպես բերել, ինչպես կտրել այդ ամեն ինչից, թող շատ կտրված չլինի, բնականաբար մենք այդպիսի ժամանակահատվածում ենք ապրում, բայց գիրքին պետք է գանք մենք։ Մտածում եմ, որ շատ ծնողների մտքով անցնում է նույն հարցը, որ ինչպես դա անել։ Որովհետև նա գայթակղիչ է ամեն դեպքում այս բանին։ Այո, իհարկե։ Այո, դա գայթակղիչ է, միևնույն ժամանակ առաջի քայլը ոնց որ վերցնում է ծնողը, ինքն է ուղղորդում, որ գիտես, ասենք նման հնարավորություն էլ կա, բայց դա առաջի հերթին երեխան ինքը իրենք երեխաները դեռ կարիք ունեն գանգ առնելու ու վերադառնալու ներս։ Իսկ դեր երեխաները կարիք ունեն, որ ինչ-որ մեկը հարցնի, որ գիտես, որ ասենք, այս ինչ մի իրավիճակ եղավ, ինչ զգացիր, կամ դու ինչ ես սիրում, քո նախասիրությունը ինչ է, կամ մի խաղում, որ պարտվեցիր, դու ինչ էիր զգում, ինչ էիր մտածում։ Ինչքան էլ մտածում ենք, որ այդ ամբողջ ինֆորմացիան իրենց համար շատ հետաքրքիր է, դեր երեխաները ունեն կարիք, որ իրենց անձի մասին, ինչ որ մեկը հետաքրքրվի, խոսեն, բացահայտեն իրենց ներսում։ Ինչպես դա անել, ուղղակի դետրը այդպես է ձևավորված, եթե հենց դետրի մասին ենք խոսում, որ տարբեր հետաքրքրություն ունեցող երեխաներին գրավի ներսի վարժություններով, նկարելու, գրելու կամ ինչ-որ կպցնելու տարբեր ձևերով են վարժությունները։ Եթե բայց առհասարակ ենք խոսում, երեխաները դեռ կարիք ունեն իրենց մասին հարցնելու, խոսելու, ինչքան էլ այդ ինֆորմացիան շատ լինի իրենց կողքից։ Նաև դուք նշել եք երախտագիտության մասին։ Այո, 6-ից 11 տարեկան երեխան շատ հաճելի է իհարկե երախտագիտության տեսակը տեսնել երեխայի մոտ, բայց ինչպես բերել դրան, ինչպես այդ արմատները գցել։ Դա սիրուն է հնչում, բայց ոնց անել։ Որ փոքր երեխան ասում է շնորհակալ եմ, ինքնին ժպտում է, դրական բան է գալիս, չէ՞։ Դա ավելի շատ շնորհակալ լինելու զգացողության մասին է, որ ներսից մարդը զգա, ոչ թե այդ բառը ասի ինչ-որ մեկին, այլ կարողանա տեսնի ու գնահատի այդ դրական իրողությունները, դրական բաները, որոնք որ արդեն իսկ կան իր ներսում կամ շրջապատում, որովհետև հիմա շատ բան ունեն երեխեքը, շատ հնարավորություններ ունեն ու երբեմն շատ դեպքերում ծնողները բողոքում են, որ օ երեխաս լիքը բան ունի, բայց չի արժևորում, չգիտի, չի զգում։ Այդ մի բաժին կա, որը որ ուղղված է հենց այդ շնորհակալ լինելու զգացողությունը երեխայի մոտ զարգացնելու, տեսնելու լավը, ինչ կա լավ շրջապատում, օրինակ, որ ինչ բաներ են, որոնք որ քո կյանքում կան, ասենք իրեր կոնկրետ, որոնք դու օգտագործում ես ու դրանք քեզ դուր են գալիս, քեզ օգնում են։ Կամ ովքեր են այն մարդիկ, ովքեր կան քո շրջապատում ու իրանք
դու իրենց հետ իրանք կարևոր են քեզ համար։ Նման հարցերը ուղղակի այդ զգացողությունը ներսից են առաջացում եւ ոչ թե որ sense բարացիորեն ինքը ասեց շնորհակալ եմ կամ չասեց։ Ռոբոտ ասված չասի։ Խոսում ենք 6-ից 11 տարեկան երեխաների մասին, բայց ես թերթելով այս շնորհակալ եմ Միքա, շատ շնորհակալ եմ, որովհետեւ ես ուզում եմ ձեռք բերել այս տետրը, որովհետեւ համարում եմ 6-ից 11 տարեկանում մեր հույզերը այդքան էլ արտահայտված չէին։ Բայց եկարում ես էլ եմ մտածում, որ տարիքային խտրականություն չունի իսկապես, որովհետև մենք հիմա այս տարիքում այնինչ այս տետրում գրվածը շատ հազվադեպ ենք անում եւ մենք եւս կարիք ունենք։ Բայց մի լավ բան գտա, ասում է նշիր 3 բան, որ քեզ մոտ այս պահին չի ստացվում անել, հետո նախադասության սկզբում ավելացրու դեռ բառը։ Այն ինչի ստացվում ձեզ մոտ եւ մեզ մոտ սիրելի հեռուստադիտողներ անել, ապա դրա դիմաց միշտ ավելացրեք դեռ։ Շնորհակալություն։ Մենք դեռ կհանդիպենք անպայման, վստահ եմ, ես։ Եվ ես դեռ կգամ։ Այո, շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Ես նույնպես։